Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո մարդկային ռեսուրսների զարգացման Փյունիկ համահայկական հիմնադրամի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ջանքերով արդեն 5-րդ տարին անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է վերածնունդ միջազգային մրցույթ փառատոնը։ Փառատոնի դերն ու նշանակությունը շատ մեծ է, ես կարծում եմ Գյումրիի համար։ Իսկ ինչու են Գյումրիում անում, որտեղ Գյումրին միշտ համարվել է արվեստների մայրաքաղաք Հայաստանի։ Ապրիլի 10-ի այս շքեղ համերգով տրվեց մրցույթ փառատոնի մեկնարկը։ Այս տարի մրցույթին մասնակցում են 30 երկրի 2415 երաժիշտ կատարող։ Տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է։ Մեծացել է եւ հետաքրքրությունը եւ ես գտնում եմ, որ հսկայական կարեւորություն եմ տալիս ընդհանրապես վերածնունդ փառատոն մրցույթին։ Անդադ ինչ որ նոր անվանակարգեր, նոր իրավիճակներ, նոր ձևաչափեր, այսինքն ինքը ստատիկ փառատոն չի, ինքը դինամիկ զարգացում է ապրում։ Մրցույթներն անցկացվում են 13 անվանակարգում 5 տարիքային խմբով։ Ամենակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, ամենամեծը 51։ Հաղթողների համար սահմանված են բազմաթիվ մրցանակներ։ Գյումրիից ժամը լրատվականի համար։